Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալը շարունակում է հեռուստադիտողներին զարմացնել իրադարձությունների կտրուկ զարգացումներով, հերոսների ճակատագրերը փոխվում են ակնթարթորեն, իսկ նախկինում թաքնված գաղտնիքները սկսում են բացահայտվել։ Միքայելը, հասկանալով, որ Ֆրիդայի ներկայությունը կարող է կործանարար լինել իր ընտանիքի համար, գնում է նրա տոմսերը, հույս ունենալով, որ կստիպի նրան հեռանալ, սակայն Ֆրիդան վճռական է տրամադրված, նա չի պատրաստվում հեռանալ առանց պայքարի, պահանջում է, որ իրեն գումար վճարեն լռության դիմաց։ Միքայելը հասկանում է, որ Ֆրիդան պարզապես շանտաժիստ է և նրա համար մայրական զգացմունքներն աննշան են։ Անգելինան հայրիկի առողջական վիճակի պատճառով և իհարկե Անգելինային, որպեսզի հեռու պահեն Հենրիից, նրանք հեռացել են։ Նա ծնողների հետ մեկնել է Վրաստան։ Նա փորձում էր հեռու մնալ Հենրիից, բայց պատահաբար համացանցում հրապարակում է մի լուսանկար, որը բացահայտում է նրա գտնվելու վայրը։ Հենրին առանց վարանելու մեկնում է Վրաստան։ Նա պատրաստ է պայքարել իրենց սիրո համար, բայց ինչպես կընդունեն նրան Անգելինայի ծնողները։ Արդյոք Հենրիին կհաջողվի համոզել Անգելինային, որ իրենք պետք է միասին լինեն։ Մինչ բոլորը զբաղված են իրենց խնդիրներով, Աննան պատահաբար լսում է Անետի ու Լիլիթի խոսակցությունը։ Անետը, ով միշտ փորձել է պաշտպանել իր հարազատներին, խնդրում է Լիլիթին, որ ինչ-որ մեկը չգա և չվնասի շախունցներին։ Ով է այդ ինչ-որ մեկը, ում մասին է խոսում Անետը։ Լիլիթն ինչ-որ վտանգավոր գաղտնիք է պահում, արդյոք սա կապված է Սոսի վերադարձի հետ։ Եթե Աննան լսել է այս խոսակցությունը, արդյոք նա կփորձի պարզել ավելին և պաշտպանել իր ընտանիքը։ Ֆրիդան նոր քայլերի է դիմում, արդյոք նա վերջնականապես կհեռանա, թե կհանդիպի Հենրիին ու կբացահայտի ողջ ճշմարտությունը։ Հենրիի և Անգելինայի հանդիպումը Վրաստանում, ինչ որոշում կկայացնի Անգելինան, հետ կվերադառնան Հայաստան, թե կստիպի Հենրիին, որպեսզի նա հեռանա իր կյանքից։ Աննայի կասկածները Լիլիթի և Անետի խոսակցության շուրջ նոր ճշմարտություններ են բացահայտելու։ Ինչ եք կարծում, Լիլիթը կապված է Սոսի հետ, թե ոչ։ Մեր կարծիքով Սոսն ու Լիլիթը ամուսնացել են և եկել են շախունցներից ևս մեկ անգամ վրեժ լուծելու համար։ Գրեք ձեր կարծիքներն ու դիտեք տեսանյութերը, որոնք արվել են նկարահանման հրապարակում և ցույց են տալիս, թե ինչ է սպասվում հաջորդ սերիաներում։ Վրաստանի նկարահանումներն արդեն վաղուց ավարտված են ու ստեղծագործական դերասանական թիմը վերադարձել է Հայաստան և այստեղ շարունակում են նկարահանումները, որոնք շատ շուտով էլ ավելի թեժ ու հետաքրքիր են լինելու։ Վերման կենթարկենք։ Լավ, ուրեմն ես հանգիստ եմ։ Անգելին ասում շնորհակալ եմ հոգատար վերաբերմունքի։ Շնորհակալ եմ հոգատար վերաբերմունքի համար։ Ես եմ շնորհակալ ես դառը սուրճի ու քաղցրավենիքի համար։ Անգելին ասում Անուշ լինի։ Անուշ լինի։ Վիկան ասում դու ես տան։ Պատվավոր դու ես տան մի հատ գանցն։ Համեցիկ եւ կցանկանաս։ Համեցի եւ կցանկանաս։ Շնորհակալ եմ։ Վիկան ասում դու ես հարազատ ես դարձել։ Իրականում դուք եք ինձ շատ հարազատ դարձել, դուք ու մեր ենքս։ Հա, իդե մեր ենք շատ երախտապարտ են։ Գնաս։ Անգելինա գորն է եկել, քիչնես։ Քիչն եմ հիմա։ Ես ուզում եմ։ Մեկ նայում ա հանդիպել Յանան Գորին։ Գորիլով մոլորվելա ու տաքսիստա։ Մի րոպե հարց ունեմ։ Հապա։ Ինչ օրինակ կուզեք այսեն ցույք լինի։ Թե ասենք Յանայինում կողքն եք պատկերացնում, հատ ուզում եմ գրեք իմանամ, էլի։ Ասում եք Հենրին հանգիստ թող, ասենք թե հանգիստ թողեցի, բա հետո մնամ մենակ։ Ում անհանգստացնեմ։ Ում անհանգստացնեմ, լավ։ Լավ, ճանապարհ ենք Անդրանիկին, հետո կմիանանք։ Բայց իրականում մի հարց ունեմ։ Այդ որ անընդհատ ասում եք Հենրին հանգիստ թող, մտնում եք նկարներից տակ գրում եք ու վիդեոներից Հենրի գումարած Անգելինա, Հենրին հանգիստ թող, չես տեսնում, քեզ չի սիրում, տենց բաներ եք գրում։ Հիմա հարցս։ Այ օրինակ, ում հետ եք պատկերացնում իմ Յանուչկային որպես զույգ։ Ես հիմա կթողնեմ մի քանի տարբերակ։ Դուք ասում եք ձեր տարբերակը, թե ում եք պատկերացնում Յանայի կողքին, ասեմ իմանաք, ով որ հաղթի, նրան անհանգստացնելու։ Իսկ
Դուք սպասում եք նոր զարգացումների։ Դե ասեք տեսնենք։ Եկել էի դպրոց նկարահանման, այս համովիկին եմ տեսել, մի լացիր շոկանքս, լացում ենք իրար հետ, ասում է բանը YouTube-ով քո նկարներն եմ նայում, այսինքն նկարվենք, որ սա հետո երկուսից նկարները նայես, տեսեք էլ ինչ շատ է, բա, կյանքս մի լացիր, շո, Մենք սավը սրախոն ենք, ասենք ուր առողատանք, չեմ եք ուզենք ոնը շատիրի հետ նկարվում։ հիմա որ լաց